Հենց ինքն է խաղաղության թշնամին։ Նիկոլ Փաշինյանը այսօր խաղաղության ամենից մեծ թշնամին է եւ սպառնալիք է ուղղակի։ Հենց այն պատճառով որ չի հասկանում ինչ անում։ Մենք ասում ենք, մենք բերելու ենք երաշխավորված խաղաղություն։ Եվ երաշխիքային համակարգը ես ուղղակի համոզված եմ, շատ կարճ ժամանակում կարելի է ներդնել։ Կարելի է հասնել դրան։ Պարոն նախագահ, այսինքն որ մենք լինենք, պատերազմ չի լինի։ Իհարկե չի լինի։ Եթե մենք լինեինք 21 թվին մեկ հանդրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի։ Որտեղ այդ ապուշ հայտարարությունը չէինք ստորագրի Պրագայում, որը ամբողջ կոնֆիգուրացիան փոխեց։ Այստեղից որևէ կասկած չունեմ։ Ռևանշիստական նկրտումներ չունենք։ Որտեղ մարդկանց մեջ դա են տարածում։ Որտեղ ուրիշ բան տարածելու չունեն։ Կրկնեմ այս միտքը, ես բոլոր ելույթների ժամանակ սա ասում եմ։ 20 թվականի պատերազմը չպետք է լիներ։ 20 թվականի պատերազմը նույնիսկ եղած ժամանակ մենք չպետք է պարտվեինք։ Տարբերությունը այդպիսինը չէր, որը պետք է բերեր նման կարգի պարտության։ 21 թվականը եթե ԿՊ-ն մեծամասնություն չունենար խորհրդարանում, Ղարաբաղը մենք չէինք կորցնի։ Սա ես շատ մեծ վստահությամբ եմ ասում եւ համոզված եմ, որ այդպես է։ Կորցրեցինք մեկ պատճառով։ Մի մարդ որոշեց, որ ինքը կարող է գնալ եւ ճանաչել Ղարաբաղը Արցախը Ադրբեջանի կազմում։ Առաջին դու այդ իրավունք չունես, դու ով ես։ Ղարաբաղի ժողովրդի անունից դու այդպիսի հայտարարություն անելու ուղղակի իրավունք չունեիր։ Եվ հիշեցնեմ, երբ հա դա արել ինքը։ Երբ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ կար մի ժամանակահատված անհաջողության ռուսական կողմի, հիշում եք այն ժամանակ բավական մեծ տարածքներ գրավված իրենք կորցրեցին Խարկովի շրջանում, Խերսոնում եւ իրեն թվաց թե վերջ Ռուսաստանը քանդվում է եւ ամենջապես ինքը թռնում է ասենց այլ տեղ է թռնում։ Ասենց ինքը իր թռնելով կորցրեց Ղարաբաղը, հայ ժողովուրդը կորցրեց Ղարաբաղը։ Սա նույն մարդն է, որը հիմա խոսում է, որ ինքը կարա հաշվարկներ անի եւ ճիշտ ինչ որ հաշվարկներով ինչ որ բաների